Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հայտարարումը որևէ մեկին հարկելու մասին չի, քաղաքացիների վրա որևէ բեռ ավելացնելու մասին չի եւ պետք չի տրվել ընդդիմության կողմից այս գեներացվող վախերին եւ մանիպուլյացիաներին։ Ընդդիմությունն ըստ էության դուք արդեն պետքա սովորած լինեք, որ ապապետականության մաստեր կլասներ կարանի, ասենք ասի թե ինչ պետք է անել, որպեսզի պետություն չունենալ։ Ասենք եկեք պայքարենք սահմանազատման դեմ, եկեք պայքարենք հարկային պարտավորությունները կատարելու դեմ, եկեք պայքարենք խաղաղության դեմ, եկեք պայքարենք թանկարժեք ունեցվածքի գույքահարկի վճարի դեմ։ Հիմա էլ եկել են ասում են եկեք պայքարենք հայտարարագրման դեմ։ Հայտարարագրում, որը ըստ էության բազային ռեֆորմա մեզ համար, սիրելի հայրենակիցներ, որովհետև մենք դեռ սրա վրա բազմաթիվ այլ ռեֆորմներ ենք պատրաստում իրականացնել, որի անկյունակարային հատվածը այն է, որ մենք ցանկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դառնա թվային մարդ, որպեսզի հեշտ կարողանա ապրել, հեշտ կոմունիկացվի պետական գերատեսչությունների հետ, որ նաև այն դժվար է ճանապարհներով չգնա թղթաշրջանառության հետևից, ունենա նույնականացման քարտ, էլեկտրոնային ստորագրություն։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ իր մասին պատմի պետությանը, որ պետությունը կարողանա հասցեական ուրեմն աջակցություն իրականացնել եւ հասցեական ծրագրեր իրականացնել, թիրախային ծրագրեր իրականացնել։ Պետություն քաղաքացի համագործակցության մասին է համընդհանուր հայտարարումը եւ հենց դրա համար է անդիմությունը կյանքի ու մահվան կռիվ տալիս հայտարարման դեմ։ Ինչպես որ ասում եմ, գույքահարկի դեմ։ Երեք նայեցի մի ռեպորտաժ, որտեղ ասում են, որ Ռոբերտ Քոչարյանի առանձնատունը $10 միլիոն արժի եւ գույքահարկի մեր նոր փոփոխությամբ բավականին մեծ միլիոնավոր դրամներ պետքա վճարվի պետական բյուջե Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Հիմա դրա համար էլ եկել են Ռոբերտ Քոչարյանի պատգամավորները, որ պաշտպանեն Ռոբերտ Քոչարյանին, որ հանկարծ իր տանը գույքահարկը մի քիչ մուծի, ոնց որ այսքան տարի ուրեմն գողացել է պետությունից։ Էսա, մի պարկ կարտոֆիլի տրամաբանությունից դուրս չեն գալիս ընդդիմադիրները Թագուհի Թովմասյանի բերած օրինակը վկա։ Եվ հետևաբար, սիրելի հայրենակիցներ, հայտարարումը մեր պետության մասին է, պետություն կառուցելու մասին է։ Հայտարարման դեմ պայքարող ընդդիմությունը ապապետականություն է քարոզում ինչպես միշտ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հաջորդ ելույթի համար պարոն Թունյանին եմ հրավիրում ամբիոնի մոտ եւ նաեւ պատգամավորներին ցանկանում եմ տեղեկացնել, որ քիչ անց